60 դափնեկիր աշակերտ միջազգային մրցույթներում 40 վարպետության դաս եւ 2 երաժշտական ալբոմի թողարկում։ Չայկովսկու անվան երաժշտական միջազգային մասնագիտական դպրոցում ամփոփում են 2025-2026 ուսումնական տարին։ Հունիս ամսին մեծ կազմով, սիմֆոնիկ կազմով մեկնել ենք Շվեյցարիա, Ժենևի կոնսերվատորիայի 190-ամյակի հոբելյանի կապակցությամբ։ Մենք ունենք հարաբերություններ գործնական կոնսերվատորիայի հետ, ինչն է հետաքրքրականը, որ կոնսերվատորիայի տնօրենը մեր դպրոցի շրջանավարտն է, համերգը տեղի ունեցել, հոբելյանական համերգը տեղի ունեցել Վիկտորիա հոլ համերգասրահում, մեր շրջանավարտ Դիանա Ադամյանի որպես մենակատար, կատարվել են Արամ Խաչատրյանի ուրեմն ստեղծագործությունները եւ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Ժնևում կայացած հյուրախաղերից արդեն վերադարձել են հայրենիք։ Նախագիծն իրականացվել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ։ Ժամանակակից արվեստի եւ գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը կարևորում է արվեստի դպրոցների միջազգային գործակցությունները։ Նշում նախարարությունն ամեն ինչ անում է, որ գեղարվեստական կրթությունը ոչ միայն հասանելի լինի բոլորին, այլև ունենա ցանկալի արդյունքներ։ Մենք այս տարին հայտարարել ենք մշակութային կրթության տարի եւ անշուշտ այն ծրագրերը, որոնք որ տարվա կտրվածքով իրականացվել են եւ մինչեւ տարեվերջ պիտի իրականացվեն, միտված են եղել հենց այն գաղափարին, որպիսի ամենուրեք ոչ միայն խոսվի, թե ինչ է մշակութային կրթությունը, այլև իրականացվեն այնպիսի ծրագրեր եւ մշակվեն այնպիսի նախաձեռնություններ, որոնք կբերեն հենց այն գաղափարի իրականացմանը, որի արդյունքում մենք ունենանք կրթված, գեղարվեստական եւ գեղագիտական ճաշակ ունեցող, մշակույթը ավելի մոտից ոչ միայն ճանաչող, այլև սիրող սերունդ։ Դպրոցի երիտասարդական նվագախմբի մասին անհնար է խոսել առանց հիացմունքի, նշում է գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Դավիթ Մարուխյանը։ Խմբավարն ընդգծում է այն ներդրումն ու ջանքերը, որոնցով երեխաները երաժշտական բարդ ու պատասխանատու ոլորտում արդեն իրենց ասելիքն ունեն ու կարողանում են նույնիսկ միջազգային բեմերից բուռն արձագանքներով վերադառնալ հարազատ կրթօջախ։ Ունեցել ենք շատ աշխատանքներ, ինքնակրթվել ենք, փորձել ենք ավելի լավ նվագել, այսինքն այդ ճանապարհը մեզ մոտ չար աշխատանք է, այսինքն երեխաները հոգնում են, ամեն ինչ հեշտ չի լինում, այսինքն ժամերով պարապմունքներ, անընդմեջ եւ մենք ունեցել ենք 6 տարվա մեջ բազմաթիվ կարևորագույն համերգներ, բարդագույն ստեղծագործություններով։ Դպրոցի ղեկավարությունը համոզված է յուրաքանչյուր սահմանած նշաձող ոչ միայն պետք է պահել, այլև գերազանցել նախորդ տարիների արդյունքները։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, Լուրեր։